Բարև ձեզ Լուր Պլյուսի սիրելի հետևորդներ, այսօր խոսելու ենք հիմնականում Նիկոլ Փաշինյանի Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հնչած մի քանի հետաքրքիր թեզերի մասին։ Այնպես որ եթե Փաշինյանի մոլի երկրպագուն եք կամ եթե նրա երթվյալ թշնամին եք, առաջարկում եմ այսօր հենց այս կետում իրար հրաժեշտ տանք, քանի որ ասածիս շարունակությունը հավասարապես դուր չի գա երկուսի տեղ։ Իսկ մնացածների հետ հաճույքով կշարունակեմ զրույցը, բայց մինչ բուն թեմային անցնելը ավանդական խնդրանքս դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ եթե բաժանորդագրվեք, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Հիմա կարող ենք հանգիստ խղճով շարունակել։ Եվ այսպես, ինչ ասաց Փաշինյանը Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ, մոտ 2 տասնյակ երկրների ներկայացուցիչների առաջ։ Անձամբ ինձ համար սենսացիան այն էր, որ Հայաստանի վարչապետը կտրուկ երիտասարդացրեց արցախյան հակամարտությունը։ Առաջարկում եմ իրեն լսենք։ Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը, ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղակի կարելի է անջատիչը անջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել։ Ուզում եք 10 անգամ լսեք, հենց այդպես էլ ասել է 1987 քարը պայթի 1988 թվականին է սկսվել Արցախյան հակամարտությունը։ Չեմ կարող դիմանալ գայթակղությանն ու չմեջբերել դասականին, իրոք։ Այսինքն մինչև 1988 թվականը ամեն ինչ շատ լավ էր ու հանկարծ 1988-ին ամեն ինչ կտրուկ վատացավ։ Չեմ կարծում, թե պարոն Փաշինյանը չգիտի, որ իր սահմանած ժամկետները մեկին մեկ համընկնում են Բաքվի սահմանած պաշտոնական ժամանակագրությանը, ըստ որի սեպարատիստ հայերը 1988 թվականին հանկարծ առանց պատճառի ոտքի կանգնեցին, սկսեցին բողոքել խորհրդային Ադրբեջանից ու դե մնացածը ինձնից լավ գիտեք։ Ու հիմա պարզվում է դա եղել է կոնֆլիկտի սկիզբը։ Իսկ ինչպես է Արցախը հայտնվել խորհրդային Ադրբեջանի կազմում։ Ի վերջո անգամ Ադրբեջանում չեն ժխտում, որ խորհրդայնացվել են առանց Արցախի։ Արցախի խորհրդայնացումը եղավ ավելի ուշ, իսկ խորհրդային Ադրբեջանին նրան բռնակցելը դրանից ավելի ուշ, ավելի քան 1 տարի հետո։ Սրանք արագ ու մակերեսային եմ ասում, քանի որ վստահ եմ, որ այդ իրադարձությունների մասին գիտեք բոլորդ, գիտեն նաև Ադրբեջանում։ Այդ դեպքում ինչու ենք ուզում լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ։ Բայց պարզվում է սա էլ ամենը չէ, Ալիևը դեռ ասելիք ունի։ Ասել է Սևան չկա, կա Գյոյչա։ Ու էլի չի դիմացել գայթակղությանն ու Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ադրբեջանականացված անուններն է օգտագործել։ Պարզվում է այստեղ էլ մեղավորը արցախցիներն են։ Իրենք ասում են Արցախ, Ադրբեջանում էլ ասում են Բասարգեչայ։ Բայց հեղինակային իրավունքը չխախտեմ։ Ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է եւ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացաք։ Այ քեզ բան։ Վարչապետի ելույթը գրողը 2025 թվականի նոյեմբերի 3-ից առաջ թերթ չի կարդացել կամ հեռուստացույց չի դիտել, ինչ է։ Պարոն վարչապետ, այդ աշխատողին գործից հանեք կամ գոնե ուրիշ գործի տեղավորեք։ Այդ ելույթը գրողը չգիտի, որ Բաքվում Երևանին Էրիվան ասում են 1918 թվականից ի վեր, այսինքն Ադրբեջան անունով պետության հիմնադրումից ի վեր։ Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր բնակավայրերի անուններն էլ հետը։
Ինձ համար սկզբունքային է դրանք չկրկնելը, ում հետաքրքիր է հեշտ կարող է ամբողջ Հայաստանի քարտեզը գտնել ադրբեջանական տեղանուններով։ Բաքվում հոգ են տարել, որ այդ քարտեզները լիովլի տարածված լինեն։ Բայց կատակը մի կողմ առնվազն վիրավորական է Արցախ ու Բասարգեչար անունները կողք կողքի դնելը, ապա նորից կրկնեք ու համեմատեք Արցախ ու Բասարգեչար։ Լավ, բարոյականը մի կողմ թողնենք ու վարչապետի ասածի գործնական հետևանքներին անդրադառնանք։ Հիմա ամեն անգամ, երբ Հայաստանի Հանրապետության X բնակավայրի բնակիչը Ադրբեջանում լսի Բասարգեչար, որ վերագրվում է իր բնակավայրին, պետք է ատի Արցախին ու արցախցիներին։ Դե քանի որ վարչապետը ինքն է ասել մեղավորը Արցախն է, որ ադրբեջանցիները ասում են Բասարգեչար։ Դե բռնատեղահանված արցախցիները գլուխները որ քարին տան, հետ գնան իրենց տները։ Չէ, պարզվում է դա էլ չի կարելի։ Հայաստանի Հանրապետության վարչապետի համոզմամբ դա ավելի վտանգավոր է։ Նորից լսենք հեղինակին։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասցի նաեւ, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Այ այստեղից սկսվում է ամենահետաքրքիրը։ Փաստացի Արցախը տվեցինք, որ Հայաստանում խաղաղության ու կայունության դարաշրջանը վերջապես բացենք։ Բացեցինք ու Արցախը այդ խաղաղության գինն էր։ Դա ես չեմ ասում են այսօրվա խաղաղությունը գովերքողները, ասում է վարչապետը ու փաստացի ճիշտ է ասում։ Այսինքն այսօրվա խաղաղության համար բոլորիս փոխարեն վճարել են արցախցիները, իրենց գույքով, տներով, գերեզմաններով, վճարել են, որ Հայաստանը դառնա իրական Հայաստան ու ապրի սիրո ու բարիդրացիության մթնոլորտում։ Ու այդ վճարը ետ վերցնելու, անգամ դրա մասին խոսելու հեռանկար չկա, քանի որ դա կվտանգի Հայաստանի Հանրապետության խաղաղ ընթացքը։ Սա հասկացանք։ Չի հասկացվում այն, թե ինչու որոշեցինք, որ ազգի ապագայի համար վճարողը միայն արցախցիները պետք է լինեն։ Ստացվում է, որ ազգի պայծառ ապագան կառուցելու համար պարտք ենք վերցրել արցախցիներից, բոլոր արցախցիներից, ու այսօր այդ պարտքը մարելու մասին մտածելու փոխարեն նրանց աջակցության ծրագրերը ներկայացնում ենք որպես գերագույն ողորմածություն։ Գուցե դրա համար ենք ասում մնայիք, կռվեիք, մեռնեիք։ Չնայած այս տրամաբանության մեջ լրիվ ճիշտ էլ մտածում եք։ Մեռածներին ոչ օգնել պետք կլիներ, ոչ էլ առավել ևս նրանցից վերցրած պարտքը ետ տալու մասին մտածելու կարիք կլիներ։ Այ այստեղ է, որ ազգովի սխալվեցինք ու սխալ ռաշշոտ արեցինք։ Արցախցիները բոլորը չսպանվեցին ու ողջ մնացածների մեծ մասն էլ մնաց Հայաստանում։ Ու այսօր արցախցիներից վերցրած պարտքերը վճարելու հարցը մնում է արդիական։ Ու մարդիկ ոսկու սարեր չեն ուզում, Հայաստանում մարդավայել ու արժանապատիվ ապրելու, աշխատելու հնարավորություն։ Ընդամենը այն, ինչ ունեին Արցախում ու ինչը կորցրեցին, որ իրական Հայաստանը բարգավաճի։ Օրվա իշխանության մյուս պարտքը պատմության առաջ է։ Հանուն արդարության ասենք, որ այսօր դեռ շատ վաղ է գնահատելու համար Արցախի կորստի գնով Հայաստանը փրկելը դավաճանություն էր, թե իմաստնություն։ Վստահ եմ շատերիդ դուր չի գա իմ ասածը, բայց պատասխանը այնքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Դրա իրական գնահատականը պարզ կլինի շատ ավելի ուշ։ Մինչ այդ արցախցիներին անձնապես վճարելիք պարտքն է օրակարգում։ Պարտքը ոչ թե ողորմությունը։ Հրաժեշտից առաջ ավանդական խնդրանքս դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ եթե բաժանորդագրվեք, շատ ավելի լավ։ Հաջորդ հանդիպմանը էլ ավելի հետաքրքիր թեմաներից ենք խոսելու, մասնավորապես այն մասին, թե ով կամ ովքեր պետք է պահանջեն եւ արդյոք կպահանջեն արցախցիներին ունեցած պարտքը, ովքեր պետք է պաշտպանեն արցախցիների իրավունքները։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։